Ալելույա մեր Աստծուն։ Հրաշալի Աստված եւ իր ներկայությունը, որովհետեւ իրոք իր ներկայությունը բերում է մեր կյանքերի մեջ այն ամենը, ինչ որ խաչի միջոցով Հիսուսն իրականություն ա դարձել։ Աստվածաշունչը փաստում է ասելով Առակաց 4:22-ում գրված է, որ իմ խոսքը գտնողը կյանք է գտել։ Տերն ասում է իմ խոսքը գտնողը կյանք է գտել։ Գիտես, Աստծո խոսքը կա, բայց մենք իրան պիտի գտնենք մեր կյանքում։ Ասում է, երբ որ դու գտնես, նշանակում է կյանք գտա։ Եվ գրված է, որ ամբողջ մարմնի համար դեղ ու բժշկություն, Աստծո խոսքը եւ ինքը կյանք է պարգևում մարդուն, եւ նաեւ դեղ ու բժշկություն է հանդիսանում գրված է ամբողջ մարմնի համար։ Ամեն։ Եկեք որ այսօր մեր սրտերի մեջ գտնենք այդ խոսքը եւ այդ կյանքը, որը Քրիստոսից է բխում, վերապրենք մեր կյանքում եւ այն բժշկությունը, որ Հիսուսը շնորհել է, այո, ճաշակենք այդ ամենը։ Հիսուսի զորավոր անունով։ Ամեն։ Ուրեմն գիտեք, որ մենք շարունակում ենք Մատթեոս 7-ում գրված 13-րդ գլխում գրված 7 առակները, որը վերաբերվում է երկնքի արքայությանը, եւ իմի Մատթեոս 13-ում է 44 համարում հենց մեկ նախադասության մեջ Հիսուսը ինքը ներկայացնում է երկնքի արքայության գանձերը, գաղտնիքները, խորհուրդները, եւ այնտեղ Հիսուսը բառացի ասում է այսպես, որ երկնքի արքայությունը նաեւ նման է, ասելով նաեւ նման է, դա ինքն նկատի ունի, որ այն ամեն խորհուրդները, որ ինքը ներկայացել է առակների միջոցով երկնքի արքայության մասին, հիմի հասել ենք ուրեմն 5-րդ առակին, եւ ինքն ասում է, որ երկնքի արքայությունը նաեւ նման է արտի մեջ թաքցված գանձի, որ մարդը գտնում է, դարձյալ թաքցնում է այդ գանձը այդ արտի մեջ եւ ուրախությամբ գնում է իր ամբողջ ունեցվածքը վաճառում է, թողնում է եւ գալիս է այդ արտը առնում է։ Ալելույա։ Տեսնում ենք, որ այս առակներով Հիսուսն իրականում ամբողջապես ներկայացնում է երկնքի թագավորության գաղտնիքը։ Եվ այստեղ Հիսուսը, եթե նկատեցինք, որը արդեն իսկ երկնքի թագավորության թագավորն է, ինքը բացահայտ խոսում է այդ թագավորության մասին, բայց առակներով, եթե նկատել ես 4 առակները, Հիսուսը սկզբի 4 առակները խոսում է ծովի ափին կանգնած բազում ժողովրդի հետ, բայց այն 3 առակը խոսում է մի տան մեջ առանցին իր աշակերտների հետ։ Անգամ, եթե նկատել ես որոնների առակը, որը խոսում է ընդհանուր ժողովրդին, բայց առանցին տան մեջ խոսում է եւ հայտնում է խորհուրդների գաղտնիքը միայն աշակերտներին։ Դա նշանակում է, որ հաջորդ այս 3 առակները ավելի խորը, ավելի խրտին, ավելի խորաթափանց եւ ավելի, այսպես ասած, արժեքավոր բաներ են պարունակում իրանց մեջ, քան որ առաջի 4-ը չենք անտեսում առաջի 4-ին, անցնելու ենք դա, դիտարկելու ենք դա, իհարկե ոչ այսօր, բայց ասածս նա, որ դուք ընկալեք։ Հիսուսը անգամ որոնների առակը խոսեց ընդհանուրի մեջ, բայց առանցին մեկնեց, եւ դա նշանակում է, որ մեկնության մեջ կարևորագույն գանձեր կային, գաղտնիքներ կային, որ պիտի իմանային աշակերտները եւ աշակերտներին ասում է, անցածին մենք արդեն նայել ենք, որ ձեզ տրված է իմանալու երկնքի արքայության գաղտնիքները, բայց դրանց ոչ։ Հիմի առանցին մեկնելով որոնների առակը եւ ներկայացնելով մնացած 3 առակները բացահայտ ցույց է տալի, ձեզ տրված է իմանալու երկնքի արքայության խորհուրդներն, ամեն։ Եվ տեսնում ենք, որ առանցին մեկնելով երկնքի արքայության խորհուրդը հենց ուրեմն որոնների առակի միջոցով, որոնների առակի մեկնությանից հետո վերջի խոսքը, որը ուրեմն 43 խոսքն է, Հիսուսն ասում է, որ արդարները կփայլեն Աստծո թագավորության մեջ, երկնքի թագավորության մեջ։ Արդարները արևի պես կփայլեն իրենց հոր թագավորության մեջ։
Քանիսներն են այստեղ, որ իրանք գիտեն, որ այդ խոսքը իրանց է վերաբերվում, որովհետև նրանք արդարացված են Հիսուս Քրիստոսի շնորհքով։ Եվ անմիջապես անդրադառնալով այս խոսքին, որ արդարները կփայլեն արևի պես իրենց հոր թագավորության մեջ, Հիսուսն անդրադառնում է 44-ի համարին եւ բացահայտ կերպով աշակերտներին ներկայացնում է, որ այդ գանձը, որ եկեղեցին էր, որ Հիսուսը գտավ այն եւ թողեց ամեն բան, եկավ խաչի վրա իր սուրբ ու պատվական արյունով գնեց եկեղեցին, ձեռք բերեց եկեղեցին եւ տեսնում ենք, որ Քրիստոսի արյունով ձեռք բերված եկեղեցին դա թանկ արժեք ունի Աստծո համար եւ յուրաքանչյուրս պիտի հասկանանք, որ այն ամենը, ինչ որ Քրիստոսն արել է խաչի միջոցով, դա յուրահատուկ գին ու արժեք ունի Աստծո աչքի առաջին եւ հիմի փաստացի տեսնում ենք, որ Հիսուսը բացահայտ ներկայացնում է աշակերտներին, ասելով, որ ես գտել եմ եկեղեցին եւ այն գնել եմ, այն ձեռք եմ բերել։ Այս ամբողջ խորհուրդը Պողոս առաքյալը ճշմարտապես ընկալելով Գործք 20-րդ գլուխ 28 համարում Եփեսոսից կանչած հրավիրած Եփեսոսի եկեղեցու երեցներին, Եփեսոսի եկեղեցին Քրիստոսի եկեղեցին է, ամեն։ Ուղղակի դա այդ վայրի անվանումն է։ Եփեսոսի եկեղեցին ոչ թե ինքն հենց Եփեսոսին էր պատկանում, այլ Եփեսոսում գործող եկեղեցին դա Տիրոջն է պատկանում։ Ամեն։ Եվ այնտեղ առաքյալն ասում է, որ զգուշ մնացեք եւ ամեն ջանք արեք, որ հոգատար լինեք Քրիստոսի եկեղեցու համար, որը ձեռք բերեց իր արյունով եւ իր արյունով ձեռք բերված եկեղեցում Սուրբ Հոգու միջոցով քեզ դրեց, որ սպասավորություն անես։ Դու տեսնում ես ինչքան մեծ պատասխանատվություն ունես ինքդ դու դրված լինելով Աստծո տան մեջ եւ այդ եկեղեցին մի եկեղեցի չի, որը ինչ որ ձևավորում ունի մարդկանց որոշումների հիման վրա, այլ այդ եկեղեցին կառուցվել, ձևավորվել, հաստատվել, վերածնվել, գնվել ու ձեռք է բերվել Հիսուս Քրիստոսի սուրբ ու պատվական արյունով։ Այստեղ կարելի է մի հատ Հալելույա Եվ եկեղեցին արդեն իսկ լինելով այդ գանձը, որը ձեռք բերվեց ու գնվեց Քրիստոսի միջոցով, ինքը եկեղեցին պիտի կարողանա անխախտ պահել այդ գանձի արժեքը, փայլն ու տեսքը, իր որակը։ Եկեղեցին է պահում այդ գանձի որակը։ Ամեն։ Եվ շատ կարևոր է, որ մենք գիտակցենք, որ այդ եկեղեցին, որը գնվել է, նորից անցած անգամին էլ շեշտեցին, դա շենքը չի, կառույցը չի, դա վերածնված եւ փրկագնված ժողովուրդն է, որովհետեւ Պողոս առաքյալը առաջի Կորինթացիների 14 գլուխ 16 գլխում ինքը շեշտում է ասելով, երբ որ եկեղեցին մեկտեղ հավաքվի, ես սիրում եմ այս հատվածը, երբ որ եկեղեցին միաշաբթի օրը մեկտեղ հավաքվի, միաշաբթին դա Կիրակին է, իմանում ես արդեն փաստում է, որ Կիրակի օրվա այդ ծառայությունը, որ հավաքվում էր, դա եկեղեցին էր հավաքվում, եւ բնականաբար դա չի խոսում քարեշինությունների մասին, որ մեկտեղ հավաքվեն, այլ փրկագնված մարդիկ մեկտեղ են հավաքվում։ Ամեն։ Եկեղեցին ուրեմն տեսնում ենք, որ այն թանկագին գանձն է, որի համար Հիսուսը թողեց իր ամբողջ փառքը, իջավ երկիր, մարդացավ եւ ամեն բան մի կողմ դրած խաչի վրա իր իսկ սեփական արյունով ձեռք բերեց եկեղեցին, գնեց եկեղեցին։ Եվ եկեղեցին հիմի Աստծո աչքին ամենաթանկ գանձն է երկրի վրա։ Ամեն, որը գտավ Քրիստոսը, որը ձեռքը բերեց իր արյունով։ Դուք ասես երկրի վրա ամենաթանկ գանձը դա Սուրբ Հոգին է, ես համաձայն եմ քո հետ, բայց Սուրբ Հոգին չգտնվեց, կորած չէր։ Սուրբ Հոգին չգնվեց, հասկանում ես, գնվեց եկեղեցին։ Սուրբ Հոգին ինքն Աստված է։ Բայց Սուրբ Հոգու համար մեծագույն գանձը դա եկեղեցին է, որ դու ես, որ գնվել ենք մենք, ես ու դու Քրիստոսի արյան գնով։ Ամեն։ Եփեսացիներին ուղված գրքի մեջ 5:25-ից 27-ում գրված է, որ Հիսուսը սիրեց եկեղեցին։ Հիսուս սիրեց եկեղեցին եւ ասում է իր անձը դրեց, որ եկեղեցին գտնի, վերագտնի, այսպես ասած,
ձեռք բերի եկեղեցին եւ եկեղեցին կանգնեցնի Աստծո առաջին կատարելապես առանց արադի, առանց խորշոմության եւ մաքրի ու սրբացնի նրան գրված է ջրի ավազանով, այսինքն թե Աստծո խոսքով։ Երբ որ ասում ենք ջրի ավազանով սրբի եկեղեցուն, մենք բնականաբար հասկանում ենք, չէ, որ սա ջրի մկրտության հետ ըսկի կապ չունի հայրեն ասած։ Ընդհանրապես կապ չունի։ Եթե ջրի մկրտությունը կապված լիներ սրբագործման հետ, դա կնշանակեր, որ մենք ջրով մկրտում ենք մարդկանց եւ համարում, որ նրանք սուրբ են, բայց ջրի մկրտությունը ուղղակի մարդու կյանքում որոշում է, որ կայացնում է, որ մարդը այսուհետ պիտի տրվի Աստծուն եւ Աստծո գործին, ամեն։ Բայց ասելի թե ջրի ավազանով մենք պիտի գիտակցենք, որ Ելից գրքի մեջ 40 համարում 40 գլխում 33 համարում Աստված ինքը պատվիրել էր իր ժողովրդին, որպեսզի բղնձից ավազան ձուլեն եւ այդ բղնձի ավազանի մեջ ջուր լցնեն եւ դնեն սրբության խորանի առաջին գավիթում, որպեսզի քահանաները զոհին մոտենալուց առաջ, զոհասեղանին մոտենալուց առաջ լվացվեին եւ սրբվեին, հետո նոր մոտենային զոհին, որ չզարկվեին։ Հասկանում ես, ասելով թե եկեղեցին պիտի մաքրվի ջրի ավազանով, դա նշանակում է եկեղեցին այդ քահանայական դերն է կատարում երկրի վրա, որ ինքը պիտի մաքրվի այդ ջրով։ Եվ այդ ջուրը Հիսուսն ասում է, դա իմ խոսքն է, եւ մենք կարդում ենք Հովհաննես 15:3-ում, որ Հիսուսն ասում է, այն խոսքերը, որ ես ձեզ խոսեցի, դուք դրանով մաքրված եք։ Ամեն։ Խոսքերը, որ ես ձեզ խոսեցի, դուք դրանով մաքրված եք։ Եվ մենք գիտենք Հովհաննես 19-ում, երբ որ Հիսուսին խաչի վրա խոցեցին աջից ձախ գեղարդով, նրա որովայնից արյուն եւ ջուր թափվեց։ Այդ արյունով եկեղեցին գնվեց, այդ արյունով եկեղեցին ձեռք բերվեց եւ այդ ջրովը, ավազանի ջրովը եկեղեցին մաքրվեց եւ սրբացավ։ Այս ամենը կատարվեց գրված որպեսզի Քրիստոսով Աստված իր եկեղեցին կանգնեցնի իր առաջին առանց արադի եւ առանց խորշոմության։ Հասկանում ես, գիտակցում ես, թե դու ինչ թանկ գին գնով ես ձեռք բերված Աստծո համար եւ ինչքան կարեւոր ես Քրիստոսի համար, որովհետեւ ինքը քո համար իր արյունն է թափել։ Դու Քրիստոսի արյան գնով ես փրկագնված, նրա արյան շնորհիվ ես, որ հիմի ինչ որ միտեղ հաստատված ես որպես Քրիստոսի եկեղեցու անդամ, որովհետև եկեղեցին դա Քրիստոսի մարմինն է։ Քրիստոսի արյունը քեզ իր մարմնի մի մասը կազմեց, եւ դու թանկ գին ունես վճարված, որը Հիսուս Քրիստոսի արյունը։ Ամեն։ Ուրեմն պիտի գիտակցենք, որ Մատթեոս 13-րդ գլխում ասված այդ 7 առակներից այս 5-րդը, որը թաքնված գանձն է, համապատասխանում է Հայտնության գրքի 7 եկեղեցիներին գրված 5-րդ եկեղեցուն, այսինքն թե Սարդեսի եկեղեցուն։ Եվ Սարդես նշանակում է կատարելապես վերականգնված, վերաստեղծված, վերանորոգված։ Այն կարող եք կարդալ Հայտնության 3-րդ գլուխ 1-ից 6 համարների մեջ։ Ասեցի, որ Սարդես նշանակում է վերականգնված, վերագտնված, վերանորոգված։ Տերը հայտնվում է Սարդեսի եկեղեցում, ուշադիր լսենք։ Տերը հայտնվում է Սարդեսի եկեղեցում որպես մեկը, որ իր ձեռքում ունի 7 հոգիներն Աստծո եւ 7 աստղերը։ Աստծո 7 հոգիները սրանք շարունակաբար կյանք են շնորհում Աստծո 7 եկեղեցիներին եւ Քրիստոսի ձեռքում եղող 7 աստղերը սրանք շարունակաբար Քրիստոսի դեմքից բխող այդ լույսն ու փայլը բերում են եկեղեցու մեջ եւ Հիսուսը հայտնվում է այդ եկեղեցուն, որովհետեւ եկեղեցին իրականում դադարել էր ապրել Քրիստոսով եղող կյանքը եւ այլևս չէր լուսավորվում Քրիստոսի երեսից բխող լույսով, քիչ հետո կտեսնենք եւ այնտեղ Բառացի ներկայացնում է, որ Աստված շարունակում է հոգ տանել իր եկեղեցու համար, թեպետ որ եկեղեցին արդեն ինչ-ինչ
պատճառներով հայտնվել էր նման իրավիճակի մեջ, բայց Աստված ակնկալում էր քայլեր էր ձեռնարկում, որ իր եկեղեցին ետ վերադարձնի իրան, որ իր եկեղեցում վերականգնվի այն լույսն ու փայլը, այն կյանքը, որ Քրիստոսով ներդրված է այդ եկեղեցու մեջ։ Ամեն։ Ուզում եմ տեսնես, որ Եփեսոսի եկեղեցում, որը գրված է 2:1-ում, հայտնության գրքի 2:1-ում, Հիսուսը հայտնվեց մեկը, որ իր ձեռքում, իր աջ ձեռքում ուներ 7 աստղերը եւ ինքը շրջում էր Աստծո, շրջում էր ուրեմն ոսկե ճրագակալների մեջ։ Եվ եթե մենք կարդանք այս բարի մեկնությունը 1:20-ում, որովհետև Աստված ինքն մեկնում է իր խոսքը, ամեն, այնտեղ գրված է, որ այս 7 աստղերը, որ Քրիստոսի աջ ձեռքում էր, դա 7 եկեղեցիների առաջնորդներն են։ Սա իմ մեկնությունը չի, սա Աստվածաշրջում գրված է։ 7 եկեղեցիների առաջնորդներն են, որոնք որ Քրիստոսի աջ ձեռքում են։ Այսինքն ապահով պաշտպանված են, ամեն։ Եվ տեսնում ենք, որ այդ 7 ճրագակալները, որը ոսկուցն են, ճրագակալները դա խորհրդանշում է եկեղեցին, դա նշանակում է, որ Աստծո եկեղեցին ունի աստվածային բնությունը։ Եվ ասում է Հիսուսը շրջում էր այդ 7 եկեղեցիների մեջ, դա նշանակում է, որ Քրիստոսն է վերահսկում իր եկեղեցին եւ եկեղեցու ամբողջ կենտրոնացումը պիտի լինի միայն մեր Տեր Հիսուս Քրիստոսի վրա։ Ամեն։ Եվ տեսնում ենք, որ Տերը Զմիրնայի եկեղեցում հայտնվում է որպես մեկը, որը հարություն առավ մեռելներից։ Ուզում եմ իմանաս եւ նկատես, որ Հիսուսը ինքն իրեն հայտնում է ամեն եկեղեցում համապատասխան կերպով։ Ամեն եկեղեցուն ինքն հայտնվում էր ճիշտ այնպես, որի կարիքը տվյալ եկեղեցին ուներ։ Տեսանք, որ Զմիրնայում հայտնվում է որպես հարություն առած մեկը, եւ Պերգամոնում նա հայտնվում է երկսայր սուրով։ Սրանց խորհուրդները ամեն մեկ իրանց հերթին, եւ իհարկե ոչ ամբողջությամբ այսօր։ Թիվաթիրայի եկեղեցում նա հայտնվում է որպես Աստծո որդին, որի աչքերը գրակի բոցի պես են եւ որի ոտքերը գրակով շիկացած բղնձի պես։ Հալելույա։ Եվ դա նշանակում է, որ ինքը նախանձախնդիր է, որ իր եկեղեցում պահպանվի այն փայլն ու արժեքը, որի համար ինքը իր անձը զոհաբերեց։ Հիմին Սարդեսի եկեղեցում տեսանք, որ Հիսուսը հայտնվում է որպես մեկը, որ ունի 7 հոգիներն Աստծո եւ Աստծո 7 ուրեմն աստղերը, որոնք որ խոսում են այն մասին, որ Հիսուսը շարունակաբար կենդանություն է պարգևում իր եկեղեցիներին եւ աստվածային լույսով լուսավորում է եկեղեցին։ Դա նշանակում է, որ Հիսուսը ոչ միայն ձեռքը բերեց եկեղեցին, այլ հոգ է տանում, որ եկեղեցին պահպանի իր գինը, արժեքը ու որակը։ Ամեն։ Իսկ ինչ ենք անում մենք այդ ամենը պահելու համար։ Մենք էլ դրա մեջ բնականաբար բաժին ունենք։ Եվ իմի հայտնության 3-րդ գլխում ենք 1-6-ում Տերը Սարդեսի եկեղեցում հայտնվում է եւ ասում է. Դու անուն ես ձեռք բերել, այսինքն թե քո անունը ուրեմն հայտնի է դարձել ամբողջ տարածաշրջանում, դու անուն ես ձեռք բերել, որ լուրջ ծառայություններ ես անում, լուրջ գործեր ես մատուցում Աստծուն, անուն ես ձեռք բերել, որ կենդանի ես գրված է, բայց դու չգիտես, որ դու մեռած ես։ Գիտես, շատ հավատացյալներ բավարարվում են միայն նրանով, որ իրենք ինչ որ բան անում են Աստծո համար, անուն են ձեռք բերել, հավատացյալ են 50 տարի, 100 տարի, լավ է այս ամենը, քաղցր ջան, բայց մենք ընդամենը անուն ենք ձեռք բերել, որ կենդանի ենք, որ կյանք ունենք, թե վայելում ենք այդ կյանքը, որը բխում է Քրիստոսից։ Ամեն։ Հալելույա։ Եվ ասում է, քանի որ դու մեռած ես, Աստծո աչքին էլ այդ եկեղեցին համարվում, որ մեռած, ինքն իր աչքին, հալելույա իրան, այսպես լավ էր, ամեն ինչ ճոխ էր, ամեն ինչ փառահեղ էր, բայց Աստված այցելում է եկեղեցու համար գին վճարող Տերը այցելում է եկեղեցուն ու ասում է դու այն չես, որի համար ես գին եմ վճարել, ես այդ գինը վճարել եմ, որ դու կյանք ունենաս, բայց դու ներկա դրությամբ տվյալ եկեղեցու խոսում ասում է մեռած ես։
Եվ ինքը Տերը քաջալերում ասում է, ուրեմն սթափվիր, ուրեմն արթնացիր։ Վաչերը լի որ ձերքը դներ քո վրա կողքինի չէ, քո վրա ու ասեի սթափվիր, արթնացիր, զորացիր եւ հաստատվիր։ Լսի, եթե Տերը եկեղեցուն ասում է արթնացիր, դա նշանակում է եկեղեցին քնացեր։ Եթե ասում է սթափվիր, նշանակում է եկեղեցին կորցրել էր իր զգոնությունը։ Աշխարհը թափանցել էր եկեղեցու մեջ, բայց եկեղեցին լավ էր զգում, կարծես ղուդուդ էր զգում, բայց Տերը հայտնվում է ասում է դու մեռած ես։ Ուրեմն սթափվիր, արթնացիր, զորացիր եւ ասում է մնացածին էլ որ դեռ հələ մեռած չեն, նրանց հաստատիր որ չմեռնեն, մոտ են մեռնելու։ Մի մտածեցի նրան վերաբերում եմ, դες ինչ ասում էստեղ։ Ասում է որ ասում է որ դու պիտի սթափվես կարծր ջան։ Մասա այս մարդը ստեղել է այսօր լսել, ինքը իր ժամանակին կլսի, ձայնագրում է, բայց դու ես իմի լսում, սա ինձ ու քեզ ուղղված, ինձ ու քեզ, նորից, սա ինձ ու քեզ ուղղված, եւ ինքն ասում է սթափվիր, զորացիր, հաստատվիր, եւ օգնիր, որ նրանք, որ մեռնելու մոտ են, հաստատվեն, որովհետև քո գործերը Աստծո աչքին հաճելի չգտնվեցին։ Հարց տուր քեզ քաղցր ջան, մի շաբաթ ապրել ես անցած պաշտամունքից հետո։ Այս մի շաբաթվա վերցնենք այս մի շաբաթը։ Այս մի շաբաթվա ընթացքում քո գործերը հաճելի են Աստծուն։ Չասես ասի գիտի ես նոր ինչ եմ արել։ Ոչինչ չգիտեմ։ Ես ուղղակի կարդացել եմ խոսքը ու հիմա ասում եմ, եկեք այս հարցադրումը ուղենք մեզ, ինքներս մեզ։ Ամեն։ Ամեն, ամեն։ Սարդեսի եկեղեցին անուն ուներ, ծառայություն ուներ, ձեռքբերումներ ուներ, մեկն անցնում էր այդ քաղաքով ասում էր երանի թե մի հատ արիտելի մտնեմ, այդ ժողովրդին տեսնեմ, առաջնորդին հանդիպեմ, բայց Տերն ասում է, որ դու մեռած ես եկեղեցին։ Ես չգիտեմ, ես ու դու ինչ անուն ենք ձեռքը բերել տարածաշրջանում, որպես ով ու ինչպիսին ենք, բայց շատ կարևոր է, որ այսօր սթափվենք, արթնանանք, զորանանք եւ հաստատենք մնացածին եւ հաստանք մենք ինքներս մեզ, երբ որ Տերը հիմի հայտնվի, այստեղ լավ ինքը ներկա է, ինքը օժտում է մեզ, ինքը ծրագրերն իրականացնում է լավ, բայց անհատապես մենք Աստծո եկեղեցին ենք, անհատապես Տերը մեզ ինչ ասում, քո գործերը, քո անունը դիր, քո գործերը հաճելի են Տիրոջը, կատարյալ են Աստծո աչքին, թե ոչ։ Չասված են օրերի մեջ Կիրակից մինչև շաբաթը, հա? Մտածում ես Աստված նայում է քեզ Կիրակից Կիրակի, երբ որ Կիրակի նայում ես ժողովրդին, այս պսակներն էլ երևում է գլխների վրա, այս պսակները, հալելույա, բայց երբ որ ծառայությունը վերջանում է, կարծես պսակները գնում են երկինք, մեկ էլ հաջորդ Կիրակի նորից են գալու, բայց լսեք, Աստված մեզ ամեն օր է տեսնում, ամեն օր, ըստ քեզ քաղցր ջան, ըստ քեզ, չասես ինչի ակպեսրան, ըստ քեզ Աստծո աչքին քո գործերը հաճելի են։ Են որ ոչ մեկ չտեսավ, են որ մարդիկ տեսան դու ժպտացիր, ասեցիր ալելույա, բայց սրտումդ ասեցիր վայ արախի իրան, բայց ընձի չէ։ Հա, էդի հաճելի էր Աստծուն, են նախանձը, որ կարողացար ծածկեիր ժպիտով, դա հաճելի էր Աստծուն, են կեղծիքը, վերջապես դու նայ, որովհետև ամեն մեկս պիտի գիտակցենք, որ մենք Աստծո բնակարան ենք հոգով, որովհետև Աստծո Սուրբ Հոգին բնակվում է մեր մեջ, և ինքը Տերն այցելում է մեզ, Գիտես, ամեն ծառայության ժամանակ կարող ես լսել փառաբանության խումբ ասում է Տերն էստեղ ներկա է, Աստծո փառքը ներկա է, Տիրոջ զորությունը ներկա է, սիրո քաղցրությունը ներկա է, բայց ինչ որ մեկը կանգնած այնտեղ ասբեստի նման ասենց կարծրացած ասենց բա որ ներկա է ես քիչ եմ վայելում, քաղցր ջան, սիրտդ փոխի կվայելես։ Որովհետև երբ որ ինքը գալիս է ամեքի համար։ Հիմի ինքն էստեղ գրված ասում է, որ դու անուն ունես, որ եկեղեցի ես հաճախում,
Անուն ունես, որ հավատացյալ ես, անուն ունես, կյանք ես ձեռք բերել, բայց իրականում Աստծո աչքին դու մեռած ես եւ քո գործերը հաճելի չեն։ Այդտեղ դրսում լսվում է հաճելի է, խոսքն հաճելի է, իսկ ձեր գործերն հաճելի է Աստծուն։ Երբ որ ես ներս էի մտնում այստեղ, ուրեմն ինձ ասեցին կարգոկանոց արարողներն ասեցին, որ փառաբանությունը բարեխոսները իրար հետ շղթա կազմած աղոթում են։ Ու մի անգամից Սուրբ Հոգին մեջս բերեց, լավա որ շղթա կազմած աղոթում են, կարևորը որ իրանք շղթայված չլինեն։ Մենք կարող ենք շղթա ցույց տալ, որ մենք իրարի հետ ենք շղթայված աղոթք ենք անում, բայց ինչքան շղթաներ կան քաղցրներ ջան, որ մեր կյանքից պիտի այսօր քանդվեն։ Ամեն Հիսուսի զորավոր անունով։ Երրորդ գլխում ենք հայտնության գրքի հասել ենք երրորդ համարը։ Մինչև վեստն ենք կարդալու, մինչև վերջ չենք կարդալու հայտնության գլուխը, գիրքը, ուրեմն այնտեղ ասում է հիշիր, Սարդեսի եկեղեցուն ասում, լսեք։ Դե փառք ասում, որ Սարդեսին ասում, Էջմիածնի եկեղեցուն չի ասում, բայց եկեք որ Տերը կար Էջմիածնի եկեղեցուն։ Հայտնության գրքի պես գարիքն էստեղ է, ամեն, բայց հայտնության գրքի նման այցելեր իր ձեռքին ինչ կլներ։ Իր պատգամը ինչ կլներ։ Անհատապես ինչ կլներ մեզ համար։ Լավա որ փառաբանության խումբն այստեղ երգում է ու ճաքեցնում այստեղ պատերը, բայց ես ու դու ճաքում ենք մեր ներսում Աստծո փառքը վայելելուց, թե ոչ, թե պայթում ենք։ Եկել է ու ասում է, հիշիր այն խոսքը, լսի, Սարդեսի եկեղեցուն ասում է, հիշիր այն խոսքը, պահիր այն և ապաշխարիր։ Երբ որ ասում է հիշիր այն խոսքը, նշանակում է Սարդեսի եկեղեցին արդեն վաղուց մոռացած էր խոսքը։ Խոսքը չէր կարևորվում, չէր կենտրոնացվում։ Ասում է, եթե չապաշխարես, եթե չսթափվես ու չապաշխարես, իմ գալուստը քո համար գողի պես կլինի եւ դու չես իմանա թե երբ ես կգամ։ Քրիստոսի գալուստը գողի պես կլինի, սա վերաբերվում է չփրկվողներին։ Քրիստոսի գալուստը գողի պես կլինի եւ դու չես իմանա թե երբ կգամ, դա նշանակում է կլինի այն մարդկանց համար, ովքեր չեն հավատում Քրիստոսին, ովքեր որպես հեթանոսական կամ անհավատ կյանքով են ապրում երկրի վրա։ Աստծո աչքին տվյալ եկեղեցին հասել էր այդ կարգավիճակում եւ եկեղեցուն ասում էր, եթե չսթափվես, իմ գալուստը գողի պես կլինի քո համար։ Գիտես մենք այնքան բավարարված ենք, այնքան այսպես հեշտասեր ենք, որ դե հալելույա, եկեղեցի է, գնում ենք, մեկ անգամ ոչինչ ամիսը, մեկ անգամ նորմալ է, 3 ամիսն էլ լսի, Տիրոջ գալուստը գողի պես լինի քո համար, սա նշանակում է դու արդեն հավասար ես Աստծո աչքին, այն մարդկանց, ովքեր որ ընդհանրապես ապաշխարություն չեն վերապրել։ Եվ պատվիրում է եկեղեցուն Քրիստոսը ասելով վերականգնիր այն թանկագին գանձի տեսքն ու փայլը, որի համար ես գին եմ վճարեմ։ Իրական արժեքը պահիր եւ մի կենտրոնացիր քո առօրյա իրավիճակների վրա, գործերի վրա, այլ կենտրոնացիր իմ խոսքիս վրա։ Կնշանակի, որ եկեղեցին կենտրոնացում չուներ Քրիստոսի խոսքի վրա, նա կենտրոնացած էր իր փառքի եւ մարդկային ընկալումների վրա։ Ես այսպես եմ հասկանում եւ այսպես եմ անում։ Լավա որ այդպես հասկանում ես, լավա որ ուզում ես Աստծո համար մի բան անես, բայց արա Աստծո ուզածը, ոչ թե քո ուզածը։ Համաձայն ես։ Եզեկիել թագավորն էր ուզում էր մի բան աներ Աստծո համար, մտավ տաճարը հնկարկություն անելու, բայց դա նրան տրված չէր անելու։ Հիմին։ Տերը հայտնվում այդ եկեղեցուն եւ ասում է. դու գանձ ես, քո համար գին եմ վճարել, ես քեզ ձեռք եմ բերել, բայց այդ գանձը որպես եկեղեցի կորցրել է իր արժեքը, իր հայլն ու որակը։ Հիմի պիտի վերականգնես, բայց ո՞նց, ինչպես վերականգնվեն։ Գրված է որ հիշիր իմ խոսքս, կենտրոնացիր իմ խոսքիս վրա։ Եկեք մեր
հավատքի կենտրոնացումը դնենք Աստծո ճշմարիտ խոսքի վրա։ Ամեն։ Ողջամիտ խոսքի վրա։ 4 համարը։ Եվ Տերն ասում է Սարդեսի եկեղեցուն ասում է, որ դու քո մեջ եկեղեցի ընդամենը մի քանի չասես ես եմ լավ կլի որ ես դու եմ, բայց ասում է ընդամենը մի քանի հոգի ունես, որ իրենց հանդերձները, սուրբ հանդերձները չախտոտեցին։ Այս հաստատ դու ես, ամեն։ Բայց լսի, ասում է ընդամենը մի քանիսն կան, բամնացածը։ Իսկ ինչ եմ ես անում, եթե ես եմ այդ անձն իրականում, որ չախտոտեցի իմ հանդերձը, իսկ ինչ եմ ես անում, որ մնացածի հանդերձներն էլ չախտոտվի, որովհետև կարդացինք ասում է սթափվիր եւ նրանց էլ հաստատիր, որոնք մեռնելու մոտ են։ Ասում է եկեղեցի, Սարդեսի եկեղեցի, ուրեմն քո ներսում, քո մեջ ընդամենը մի քանի հոգի կան, որոնք չախտոտեցին իրենց հանդերձները, նրանք պիտի շրջեն ինձ հետ սպիտակ հանդերձներով, որովհետև արժանի են, ասում է Տերը։ Տերն է որոշում, դու իր հետ պիտի շրջես, թե չէ։ Բայց որպեսզի Տերը որոշի եւ ասի, որ դու կշրջես իմ հետ, ես ու դու մեր հանդերձները պիտի չախտոտենք։ Համաձայն ես։ Ախտոտել չի նշանակում այսպես անենք, որ միգուցե որևիցե մեկը չի տեսնում, որ մեր հանդերձն ախտոտած է, բայց Աստծո աչքին մեր սպիտակ հանդերձների վրա լիքը բիծեր կան։ Հայերեն լաքա ենք ասում։ Եվ եթե լնես լաքա է, որ սովորական ջրով լովում ես չի անցնում, պիտի Քրիստոսի արյունով լովանաս։ Ուրեմն սպիտակ հանդերձը դա խորհրդանշում է մարդու հավատքի կյանքում եղող արդարությունը, սրբությունը, մաքրությունը, հնազանդությունն ու հավատարմությունը, որն էլ նախապայման է հանդիսանում Քրիստոսի հետ շրջելու համար, որովհետև ասում է դուք ձեր հանդերձները մաքուր պահեցիք եւ դուք իմ հետ պիտի շրջեք։ Կրկնում եմ, հանդերձի ճերմակ պահելը, մաքուր պահելը խոսում է մարդկային անձի, անձնական կյանքի, արդարության, սրբության, մաքրության, հնազանդության եւ հավատարմության մասին։ Կրկնում եմ, որն էլ նախապայման է հանդիսանում Քրիստոսի հետ շրջելու համար։ 6. Այդ 5. Եվ ասում է ով հաղթի, այսինքն եթե դու քո հանդերձը սպիտակ ես պահում, նշանակում է դու հաղթեցիր աշխարհից եկած ամեն մի անաստվածային ներգործություններին։ 5. Ով հաղթի սպիտակ հանդերձ կհագնի եւ ես նրա անունը չեմ ջնջի կյանքի գրքի մեջից։ Ամեն։ Այստեղ շատ այսպես վիճելի հարց կան։ Մարդիկ հարցում են, բա կջնջվի, բա չի ջնջվի, լսի, կջնջվի, չի ջնջվի, էդի տիրոջ գործն է, թող տիրոջը, բայց դու քո հանդերձները սպիտակ պահի։ Ամեն։ Ինչի ես ուզում իմանաս նրա անունը ջնջված է, թե չէ։ Դու քո հանդերձը մաքուր պահի, քաղցր ջան։ Շրջի տիրոջ հետ։ Եվ ասում եմ, ով որ հաղթի նրա հանդերձը, էտա սպիտակ հանդերձ կհագնի եւ ես նրա անունը չեմ ջնջի կյանքի գրքից, լսեք, ասում եմ, եւ ես նրա անունը կդավանեմ հորս առաջին եւ իմ հոր հրեշտակների առաջին եւ կներկայացնեմ նրան որպես իմ հետևորդը։ Ամեն։ Հալելույա։ Միգուցե մենք եկեղեցու հետևորդ ենք, բայց արի լինենք Քրիստոսի հետևորդներ։ Ամեն։ Որովհետև ինչքան ուզում ես լավ եկեղեցու, ճոխ եկեղեցու հետևորդ եղի, լավ է, վատ չի, պրեստիժ է, բայց իրական փրկությունը գալիս է լինելով Քրիստոսի հետևորդ։ Եվ այստեղ Հիսուսը չի ասում, կասեմ, որ այս անձը Սարդեսի եկեղեցուց է, Եփեսոսի եկեղեցուց է, կասեմ, որ այս անձը, որ իր հանդերձը ճերմակ պահեց, դա իմ հետևորդն է։ Եվ այստեղ Հիսուսը չի ասում, որ նրանք, ովքեր Սուրբ Հոգին ունեցան, լեզուներ խոսեցին, ծառայությունները հստանձնեցին, նրանց անունը կդավանեմ երկնքում եւ կասեմ, որ դրանք իմ հետևորդն են, ոչ, ասում է, ով որ իր հանդերձը սուրբ պահեց։ Ամեն։
Բայց մենք բավարարվում ենք նրանով, որ լեզուներ ենք խոսում, հələ մի բան էլ բարձրանում ենք նրանց դեմ, որ դեռ չեն խոսում, բավարարվում ենք նրանով, որ եկեղեցում ենք ծառայում ենք, հələ մի հատ էլ այսպես թարս աշկով ենք նայում նրանց անարգանքով, որ հələ չեն մտած ծառայության մեջ փառքաստու, բայց Տերը չի ասում, որ կասեմ նրանց համար, ովքեր Սուրբ Հոգին ունեն, ովքեր լեզուներ են խոսում, պարգևներ ունեն, օծություն ունեն, պաշտոններ ունեն, սրանք լավ բաներ են, բայց Հիսուսն ասում է, որ նրանք, ովքեր որ իրենց հանդերձները չախտոտեցին, նրանց անունը կդավանեն։ Մտածում ես, նրան, որ դու եկեղեցում են, իսկի չես էլ ուզում բարևես, որովհետև ինքն ամեն անգամ գալիս է իր գործ տանում է անշար, ոչ մի բանի չխառնվելով ու գնում է տուն ու շարունակում այլի գործն անել Աստծո, բայց ես ու դու մենակ եկեղեցում ես այսպես ձևական բան ու նրան չենք էլ ուզում նկատել, բայց Տերն ասում է, ես նրա անունը կդավանեմ երկնքում, որովհետև նա իր հանդերձը սպիտակ պահեց։ Ամեն։ Եվ հետո ասում ով ականջ ունի թող լսի, թե Հոգին ինչ է ասում եկեղեցիներին։ Այսինքն, այո, ականջ ունենալը այս ձևավորված սիրուն այսպես ականջ, այսինքն լսելու կարողություն ունենալ։ Մենք հիմա նստած ենք, լսում ենք, բայց շատերից լսելիքները չի ընկալում այդ խոսքը։ Հաճելի էլ չի այս խոսքը, ընդունելի էլ չի, որովհետև մարդը վերջապես 50 տարի արդեն եկեղեցում է, մարդը վերջապես լեզուներ է խոսում ավելին, քան ես ու դու, բայց սրանով չի առավելությունը քաղցր ջան, հանդերձները ջերմակ պահեն։ Երբ եկեղեցին իր հանդերձները աղտոտեց, ուրեմն, երբ որ տեսնում ենք, որ եկեղեցին փոխզիջումների է գնում, ուրեմն աշխարհի խաբուսիկ եւ ունայն ցանկություններին, փոխզիջումների է գնում հեթանոսական սովորություններին, մարդկային իմաստություններին, համոզմունքներին ու գաղափարախոսություններին, եկեղեցին ինքստինքյան իր հանդերձն աղտոտում է։ Իր հանդերձն աղտոտելով եկեղեցին կորցնում է իր լույսն ու փայլը, իր արժեքը, որի համար Քրիստոսը թանկ գին վճարեց։ Եվ իմի Տերը այցելում է, հայտնվում է իր արյունով ձեռք բերված եկեղեցուն եւ պատվիրում է սթափվիր, ապաշխարիր, ետ դարձիր դեպի իմ խոսքին, վերականգնիր քո ներսում եղող ավիրվածությունը, ձեռք բեր այն կյանքը, որ ինձանից նա գալի քո մեջ, լուսավորվիր այն լույսով, որ իմ երեսից նա բխում, կենտրոնացիր խոսքիս վրա եւ դու վերականգնելով այդ ամենը կշարունակես շրջել իմ հետ, կշարունակես վայելել այն կյանքը, որ ես տալիս եմ բոլոր ինձ հավատացողներին։ Իրականում Քրիստոսի եկեղեցին երկրի վրա պիտի ներկայացնի հայտնված Քրիստոսին, որը հարություն է արել մեռելներից, ամեն, բայց չպիտի ջանք անի, որ նոր Քրիստոսներ հայտնաբերի։ Եկեղեցին պիտի երկրի վրա ներկայացնի հայտնված Քրիստոսին, որը հարություն արավ մեռելներից, եւ չպիտի ձգտի նոր Քրիստոսներ հայտնաբերի, եւ մենք գիտենք, որ Պողոսն ասում էր, նոր Քրիստոսներ են քարոզում, այսինքն նոր Քրիստոսներ են հայտնաբերել ու նրանք քարոզում են եկեղեցիներում, դուք կարծում եք, որ այս ամենը հենց այնպես օդի մեջ ասված է, ոչ, սա եղել է առաջի դարում, սա լինելու է մինչև Քրիստոսի փառավոր գալուստը, բայց եկեղեցին պիտի կարողանա իր լույսն ու փայլը պահի եւ այն արժեքը, որ Աստծո կողմից արժեքավորված է։ Համաձայն ես։ Իրականում Քրիստոսի եկեղեցին երկրի վրա պիտի լինի կազմակերպված, բայց ոչ կազմակերպություն, եւ մենք գիտենք, որ տվյալ եկեղեցիները արդեն դարձել էին կազմակերպություն եւ ավելի շատ այդտեղ
կազմակերպչությունն էր տիրում, քան թե խոսքն ու հոգին։ Դրա համար Հիսուսն ասում է. հիշիր իմ խոսքս, վերադարձիր իմ խոսքին։ Ես խոսում եմ ընդհանուր եկեղեցու մասին, բայց ես ու դու որպես անհատ եկեղեցիներ պիտի տեսնենք, մենք մեր կենտրոնացումը դրել ենք խոսքի վրա, թե մենք լավ կազմակերպված լինելու փոխարեն ինքներս մեր մեջ դարձել ենք կազմակերպություն եւ թույլ չենք տալի, որ որևիցե մեկը Աստծո խոսքն անգամ կարողանա ներդնի մեր սրտերի մեջ։ Իրականում եկեղեցին երկրի վրա պիտի ներկայացնի երկնքի թագավորությունը, ոչ թե իր թագավորությունը կառուցի երկրի վրա։ Համաձայն ես դες խոսքերին։ Նկատում ես, որ մենք այս դարաշրջանում ենք ապրում, որտեղ որ իրականում եկեղեցիները դուր են բացում նոր Քրիստոսների համար, եկեղեցիները իրաց թագավորություններն են հաստատում, եւ եկեղեցին փոխանակ թե տրվի Աստծո գործին, տրված աշխարհի գործին եւ իրականում եկեղեցին պիտի համաձուլված լինի Քրիստոսի Աստվածային բնությանը եւ ոչ թե աշխարհի կերպարանքին։ Եւ մենք տեսնում ենք, որ Սարդեսի եկեղեցին ճիշտ է կարգավիճակների մեջ էր, բայց Հիսուսը չանդեսեց իրան։ Նա այցելեց այդ եկեղեցուն։ Հիմի միգուցե ես ու դու ինչ որ խնդիրների համար դուր ենք բացել, ինչ որ իրավիճակներ թողել ենք, որ թափանցել են մեր կյանքի մեջ, ինչ որ կերպով մեր կենտրոնացումը եղել է աշխարհիկ ունայն ժամանակավոր կորստաբեր իրավիճակների վրա, բայց Տերը մեզանից երես չի թեքել, նա այսօր էլ այցելում է ինձ ու քեզ եւ նրա նպատակն է, որ մեզ տեսնի վերականգնված, հաստատված, ձեռք բերած այն փայլ ու արժեքը, որ ի սկզբանե Հիսուսը այդ գանձի համար իր արյունը վճարեց։ Ուրեմն Եբրայեցիների 12-ի 1-2-ում գրված է, ուրեմն եկեք, որ դեն գցենք մեզանից ամեն խոչընդոտ եւ ամեն ծանրություն եւ այն ամենը, ինչ որ հեշտությամբ մեզ պաշարում է, եւ այն մեզ պաշարող մեղքը դեն գցենք մեզանից եւ համբերությամբ վազենք մեր առջև դրված ասպարեզը։ Համբերությամբ վազենք մեր առջև դրված ասպարեզը եւ մեր աչքերը կենտրոնացնենք մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսի վրա։ Նա է մեր հավատքի հիմնադիրը, նա է կատարողը, նա է մեզ առաջնորդողը, նա է կատարյալը եւ մեզ տանում է այդ կատարելության մեջ։ Գիտակցելով, թե ինչ գին վճարվեց մեզ համար, որ մենք լինենք Աստծո առաջին, գիտակցելով, թե ինչքան թանկ ենք մենք մեր Աստծո աչքին եւ հենց այս գիտակցությունը մեր մեջ ունենալով մեզանից մի կողմ դնենք ամեն աղտեղությունը եւ ինչի՞ չէ նաեւ գիտակցելով, որ մենք արդեն իսկ Աստծո շնորհքով Քրիստոսի մեջ ենք, որն էլ նստած է Աստծո գահի առաջին, որը իր առջև դրված ուրախությունը իմանալով ինչ ուրախություն պիտի վերապրի հետագայում ամեն բան թողեց ամոթ արհամարեց խաչի մահը հանձնարավ ձեռք բերեց եկեղեցին ու հիմի երկնքում Աստծո գահի աչումը նստած է։ Եկեք հագնենք մենք իր բնությունը, իր ամբողջ նկարագիրը հագնենք մեր վրա, որովհետև Աստված ուզում է, որ եկեղեցին այդ նկարագիրը ունենա։ Լսեք, ինչ որ Ադամը կորցրեց Եդեմական պարտեզում, Հիսուսը գտավ այդ ամենը եւ գնեց ձեռք բերեց այդ ամենը։ Մինչև չգիտակցես, թե Եդեմական պարտեզում Ադամը ինչ արժեքներ կորցրեց, դու չես գիտակցի, թե Գողգոթայում Հիսուս Քրիստոսը ինչ արժեքների համար վճարեց։ Եվ կրկնում եմ, այն ինչ որ Ադամը, առաջի Ադամը Եդեմական պարտեզում կորցրեց, Հիսուս Քրիստոսը, որը երկրորդ Ադամն էր, եկավ այն վերականգնեց։ Վերադարձրեց Աստծուն, որովհետև այդ ամենը Աստծուն էր պատկանում։ Ես ու դու պատկանում ենք Աստծուն, Քրիստոսի արյան գնով, բայց եկեք մենք ինքներս լինելով այդ գանձը, որ Քրիստոսը մեզ համար գին վճարեց, այնպես ապրենք, որ չկորցնենք այդ լույսն ու փայլը, որ չարժեքազրկենք այդ գանձը, որովհետև Աստծո աչքին ես ու դու այդ գնված գանձն ենք։ Երբ որ Հիսուսը գա անհատական քո կյանքի մեջ, քո սենակում աղոթքի երկրպագության ժամանակ քեզի կարողանա ասի ապրես բարի եւ հավատարիմ ծառա, ինչ որ ես քեզ հանձնարարել եմ, դու արել ես։
Ալեմ հատ մտածի քաղցր ջան, ինչքան այսպիսի հանձնարարականներ կան Աստծուց տրված քեզ, որ դու միշտ դրել ես հաջորդ պլանին, բայց Աստված ուզում է, որ դու դա առաջնային դարձնես։ Ամեն, եկեք որ այսօր այդ ամեն ծանրությունը, այդ ամեն խոչընդոտները, այդ մեզ հեշտությամբ պաշարած մեղքը այսօր մի կողմ դնենք։ Դառնանք դեպի Աստծուն, մեր առաջ ասպարեզ կա, մենք պիտի, մեզ վստահված ասպարեզը մենք պիտի վազենք, ուրիշի չենք կարող խնդրենք, որ ինքը վազի մեր փոխարեն ու մենք էլ այդպես ակնառնենք, եկեք որ վազելու ընթացքում մեր կենտրոնացումը լինի մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսը, նրա կենդանի խոսքը, նրա սրտի կամքը, բարի կամքը եւ նրա նպատակները մեր կյանքում իրականանան Հիսուսի զորավոր անունով։ Օրհնյալ Աստված եւ մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հայրը, այս ամենը կարող ենք վերականգնել, կարող ենք ձեռք բերել միայն ու միայն կենտրոնանալով, անդրադառնալով մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսի կենդանի խոսքին անդրադառնալով։ Եղիր օրհնված եւ օրհնության միջոց հազարավորների համար։ Ամեն։